հանրապետության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյան։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած դաշինքը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին մասը։ Ցուցակը գլխավորում են Արեգ Կարապետյանը, երկրորդ եւ երրորդ տեղերում համապատասխանաբար իրավաբաններ Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանն են։ Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Ապրիլի 11-ին երեկոյան 5-ին Ուժեղ Հայաստանը Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել, որի ընթացքում կհրապարակվի դաշինքի ամբողջ նախընտրական ցուցակը։ Հայաստան են ժամանել Ղազախստանի արտգործնախարար Երմեք Կոշերբայևը եւ տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրամբայևը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով։ Թե ինչ հարցեր են քննարկելու նախարարները, արտգործնախարարությունը դեռևս չի պարզաբանել։ Փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դիտարկում են երկաթուղու նախագիծը Ղազախստանին վաճառելու ծրագիրը։ Ավելի ուշ Ղազախստանը հայտարարել էր, որ նման հարց դեռևս չեն դիտարկում։ Հարցի շուրջ բանակցություններ էլ չեն եղել։ Մինչ Հայաստան ժամանելը Ղազախստանի պատվիրակությունը եղել է Ադրբեջանում, հանդիպել Իլհամ Ալիևին։ Կողմերն անդրադարձել են միջին միջանցքին, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ TRIP նախագծին։ Անհամատեղելի կալանքի հետ Դատախազության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի հարազատները, ընկերները եւ փաստաբանները։ Երիտասարդի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, թեև փաստաբանը նշել է, որ հետազոտությունների արդյունքները չեն կարող այս պահին հրապարակել, պնդում է, որ տղան պետք է շուտապույտ ազատ արձակվի։ Այսօր առավոտյան եմ այցելել, գլխացավեր ուներ, գանգատներ ուներ, շատ կարճ եմ իրեն կարողացեցինք փորձել եմ հանգստացնեմ հնարավորինս, ասեց անդադ ուզում եմ քնեմ, թողը դուրս եմ եկել, էս է վիճակը, պալատում է, այո, պալատում է նստել։ Չէ, որովհետև գլխապտույտներ ունի։ Ակցիային մասնակից էին նաև հանրային դեմքեր, որոնք գրավոր դիմումը ներկայացրել են գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, պահանջելով ձեռնարկել համապատասխան քայլեր խափանման միջոցը անհապաղ փոխելու համար։ Հարգելի տիկին Վարդապետյան, մենք ՀՀ քաղաքացիների մի խումբ, չպատկանելով որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման, դիմում ենք ձեզ խնդրելով ուշադրություն դարձնել 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի միջոցին։ Դավիթ Մինասյանը դպրոցական է եւ ունի առողջական խնդիրներ, որոնք մեր համոզմամբ անհամատեղելի են կալանքի պայմանների հետ եւ կարող են վտանգել նրա առողջությունն ու կյանքի անվտանգությունը։ Բացի այդ, նա փաստացի զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից, այն դեպքում, երբ դպրոցում աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ։ Ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի, կրթության եւ ապագայի վրա, ինչպես նաև առողջության։ Ակցիայի մասնակիցները խնդրել են հանդիպել անձամբ դատախազին իրավիճակը քննարկելու եւ տղայի խափանման միջոցը փոխելու համար, սակայն խնդրանքը կտրականապես մերժվել է։ Չենք եկել հանդիպելու բաժնի պետի եւ այլ մարդկանց հետ, մեր պահանջը միայն հանդիպել դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Ձեզ ուղղակի կհանձնենք թղթերը, ոչ մի խնդիր, բայց մենք պահանջում ենք, որ գա, հրաժարվումը, այո, հրաժարվումը չի իջնում եւ չպիտի։ Դավիթ Մինասյանը 3 օր գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որից հետո տեղափոխվել է հիվանդասենյակ 18-ամյա երիտասարդը մեղադրվում է խուլիգանություն իրականացնելու եւ վարչապետին հարվածել փորձելու համար։ Որքան էլ փաստաբանները բազմիցս ներկայացրել են, որ նրա առողջական վիճակը չի ներում կալանավայրում մնալու համար, այնուամենայնիվ խափանման միջոցը փոխելու որոշում դեռևս չի կայացվել։ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ժամանակ տեղի ունեցած միջադեպից մինչ օրս նա կալանավորված է։ Առողջական վիճակով պայմանավորված այս պահին բժիշկների հսկողության տակ է։ Լիբանանում սպանվել է Հեզբոլահի առաջնորդի քարտուղար եւ զարմիկ Ալի Յուսուֆ Հարշին, Բեյրութի վրա Իսրայելի հարվածների հետևանքով, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Իսրայելական բանակը Լիբանանում կրակել է իտալացի խաղաղապահների զրահափոխադրիչի ուղղությամբ։ Դեպքի համար արտգործնախարար Անտոնիո Տայանին պարզաբանում է պահանջել Իսրայելի դեսպանատնից։ Իսրայել կացը շնորհավորել է Իսրայելի պաշտպանության բանակին անթերի կատարման համար եւ վարչապետ Բենյամին Նեթանյահուին ղեկավարելու եւ իրանական ու լիբանանյան ճակատների միջև բաժանումը պահպանելու համար։ Ավելի վաղ Ցախալի խոսնակը հայտնել էր, որ չնայած Իրանի հետ հրադադարին, իրենք շարունակելու են հարվածները Լիբանանի ուղղությամբ։
Հզոր հարձակման է ենթարկվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը։ Իսրայելական հրթիռային հարվածների հետևանքով ավերվել են բնակելի շենքեր եւ խանութներ։ Հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 250 մարդ, վիրավորվել 1100-ը։ Քաղաքի տարբեր հատվածներում կենտրոնացած են փրկարար ծառայությունն ու շտապօգնությունը։ Հեզբոլլահը հայտարարության մեջ նշել է Լիբանանի պաշտպանության եւ հրադադարի խախտման ի պատասխան հրթիռներ են արձակվել Ալ-Մանարա բնակավայրի վրա, հաստատելով, որ պատասխանը կշարունակվի մինչև ագրեսիայի դադարեցումը։ Նոր հարցումների համաձայն ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է, որ կոնգրեսը սկսի նախագահի պաշտոնանկության գործընթացը։ Ժողովրդի դժգոհության հիմնական պատճառը Իրանի դեմ սկսված ագրեսիվ պատերազմն ու Թրամփի վիճահարույց քաղաքականությունն են։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է ապրիլի 8-ին Լիբանանում իսրայելական զանգվածային ռմբակոծությունները։ Գուտերեշը շեշտել է, որ Լիբանանում շարունակվող այս գործողությունները լուրջ վտանգ են Իրանի եւ ԱՄՆ-ի միջև հայտարարված հրադադարի համար եւ կարող են ձախողել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու բոլոր ջանքերը։ Զուգահեռաբար ռազմական գործողությունները շարունակվում են նաեւ ծովում։ Հեզբոլլահը հայտարարել է Լիբանանի ափերի մոտ իսրայելական ռազմանավին հարվածելու մասին, ինչն էլ ավելի եսրել առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակը։ Ի պատասխան Իսրայելի հարձակումների Իրանի, Լիբանանի եւ Պաղեստինի ուղղությամբ լոնդոնցիները փակել են Իսրայելի դեսպանատան շրջակայքի փողոցները։ Տարբեր պաստառներով եւ վանկարկումներով նրանք մերժել են Իսրայելի նմանօրինակ քաղաքականությունը, շեշտելով, որ մասնավորապես զոհվում են խաղաղ բնակիչները, ներառյալ երեխաներ, ինչը անընդունելի է։ Բողոքի ցույցեր են նաեւ Իրանի Մաշհադ քաղաքում։ Չնայած ողջ աշխարհը մեջքով է շրջվում իսրայելական եւ ամերիկյան խաղերին, Միացյալ Նահանգները պլանավորում է պահանջել, որ Իրանը հանձնի իր կուտակած ողջ միջուկային վառելիքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը Պակիստանում կայանալիք բանակցություններում։ Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ զորքերը ՆԱՏՕ-ի այն դաշնակից երկրներից դուրս բերելու հնարավորությունը, որոնք հրաժարվել են աջակցել Իրանի դեմ արշավին։ ԱՄՆ ողջ զինուրն ու սպառազինությունը կմնան իրենց տեղերում, արդեն իսկ թուլացած թշնամու մահացու հետապնդման եւ ոչնչացման համար, քանի դեռ համաձայնագիրը լիովին չի իրականացվել։ X-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով, եթե համաձայնագրի կնքումը ինչ որ պատճառով տեղի չունենա, ապա կսկսվի ավելի մեծ թափով հրաձգություն։ Մեջբերում մեր հզոր բանակը համալրվում է եւ հանգստանում, իրականում անհամբեր սպասելով իր հաջորդ նվաճմանը։ Մեջբերման ավարտը։ Իդեպ համաձայնագրի հնարավոր չիրականացումը խիստ անհավանական է համարել Սպիտակ տան ղեկավարը։ Պակիստանում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պնդել է, որ իրանական 10 կետից բաղկացած խաղաղության առաջարկի 3 կետերը բացահայտ եւ աներկբա խախտվել են։ Ըստ նրա, նման իրավիճակում երկկողմանի հրադադարը կամ բանակցություններն անխոհեմ են։ Պակիստանում Իրանի դեսպանն էլ հայտնել է, որ իրանական պատվիրակությունը Իսլամաբադ կժամանի այսօր երեկոյան ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Մեջբերում, չնայած Իսրայելի հրադադարի խախտումների պատճառով առաջացած թերահավատության իրանական պատվիրակությունն այսօր կժամանի Իսլամաբադ Պակիստանի վարչապետի հրավերով։ Բանակցությունները կընթանան Իրանի առաջարկած 10 կետերի հիման վրա, գրել է նա։ Եվրոպական երկրները, մասնավորապես Ֆինլանդիան, հստակ դիրքորոշում են հայտնել Իրանի հարցում Դոնալդ Թրամփի կոշտ հռետորաբանության դեմ։ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում հանդուրժել ԱՄՆ նախագահի սպառնալիքները, քանի որ դրանք անընդունելի են եւ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ։ Ըստ նախարարի, ներկայումս Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կա, որը չպետք է ձախողել ռազմաշունչ հայտարարություններով։ Այս նպատակով Ֆինլանդիան անմիջական դիվանագիտական կապ է հաստատել Թեհրանի հետ։ Վալտոնենը Իրանի իր գործընկերոջ հետ արդեն քննարկել է հրադադարի հասնելու եւ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացման հարցերը։ Մեծաթիվ մեքենաներ մնացել են Վրաստանի հետ սահմանին, պատճառը հնարավոր ձնահոսքն ու սաստիկ բուքն է, թե երբ կվերաբացվեն անցակետերը դեռևս հայտնի չէ, սակայն որոշ աղբյուրներ հայտնել են, որ հնարավոր է իրավիճակը պահպանվի շուրջ 2 օր։ Տասնյակ ռուս զբոսաշրջիկներ եւ տեղացի բնակիչներ 2 ուղղություններով էլ չեն կարողանում անցնել, մնացել են տեղում արդեն գրեթե 11 ժամ։ Նրանք տեղավորվել են մոտակա հյուրանոցներում, մինչև անցակետերից գոնե մեկի բացվելը։